անում մի քիչ իրենք են անում, այսպես փոխադարձ չենք հասկանում որտեղից է սկսվել, ուզում էին նաև խոսել այդ Նախիջևանի հետ կապված։ Միայն այդ ճանապարհի մասին են խոսում, մենք չգիտենք ամբողջական ապաշրջապակում լինում է թե ոչ, որովհետև եթե դա չի լինելու, ստեցիոն տուպիկ է այդ ճանապարհը մեզ համար, ոչինչ էլ դուք էլ նոր թվերով ներկայացրեցիք, որ օգուտ չի լինելու եւ մի բան էլ ուզում եմ ասել կոնկրետ դա բեռների փոխադրման համար է լինելու այդ ճանապարհը, այսինքն կարող է զենք փոխադրվել, զորք կարող է փոխադրվել, հիշում ենք վարձկանները, հիշում եք 2020-ի ժամանակ ինչպես էին Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի դեմ։ Այս ուզում եմ ասեմ, այդ վտանգները հիմա դուք այսօր տեսնում եք նույն այդ զենքի մասով, վարձկանների մասով, հատկապես եթե դա անխոչնդոտ է լինելու, ըստեյության վերահսկողության լծակել չենք ունենա։ Իհարկե, որովհետև գիտեք ինչա, էլի 90-ականների սկիզբ, դեռ 80-ականների վերջին 90-ականներից այն ժամանակ վախ կար, ինչու քանդեցին, նախ այսպես ասենք, ինչու սկզբից քանդեցին, հետո էլ արդեն լրիվ ռելսերը տեղափոխեցին, հենց այդ այսպես ասած այդ մեղրու երկաթուղին, որտեղ վախը գիտեք ինչն էր, վախը հետևյալն էր, որ մի քանի փակ վագոնով գնաց կարող է գա Իբր անցնում է Նախիջևանից դեպի Բաքու, կգա Սիրուն կկանգնի այնտեղ, մեջից դուրս կգա ադրբեջանական բանակը եւ այդ հարավը կկտրի Իրանից։ Հիմա էլ այդ վտանգը կա։ Եթե դու չես ստուգելու, այսինքն գալու է ենթադրենք 10 վագոնանի մի հատ գնացք, կանգնելու է այնտեղ Սիրուն, դռները բացելու են 10 վագոնից դուրս է գալու, չգիտեմ, 1000 հատուկ ջոկատային զենքով ամեն ինչով եւ դա գրավելու է եւ այդ պարագային հույսը մնալու է այդ մի բուր ամերիկացիների որոնց ոչ լիազորությունների մասին ենք մենք տեղյակ ոչ իրավունքներ ոչ բանի մասին չգիտենք այսպես միակ բանը այդ հռչակագրի մեջ գրած է որ կոնսորցիում եւ Ամերիկայի նախագահի անունով է լինելու Միացյալ Նահանգների դա մյուս կողմից հարցը հետեւյալն է այսինքն ինչ աշխում ամերիկյան կոնսորցիում որտեւ եթե ես թուրքական ընկերություն եմ գնում եմ Դելավեր նահանգում իսկ դա ավելի ամենահեշտն է բացելը գրանցում եմ մի ընկերություն որը հանդես է գալիս որպես կոնսորցիումի դա ստացվում է որ ես ամերիկյան ընկերություն եմ ինչպես մի ժամանակ Հայաստանում օրենք կար որ 90-ականներն էր ով որ դրսից $1 միլիոն ներդրում է անում դրսի ընկերություն ապա ազատվում էր կարծեմ 5 տարով ինչ հարկերից